Տավս ես քո աստղադիտակն է։ Այո, ես մի քանի ամսվա իմ կրթաթոշակը հավաքել եմ, որ այս աստղադիտակը առնեմ։ Գիտես ինչ ուժեղ աստղադիտակ է։ Դու սրանով կարող ես տեսնել Սատուրնը իր բոլոր օղակներով, Յուպիտերը, տարբեր համաստեղություններ։ Դե որ այդքան հեռուն ցույց է տալիս, մոտիկն էլ ցույց կտա, չէ։ Օ, իհարկե, դու սրանով կարող ես տեսնել նաև լուսնի բոլոր խառնարանները իր բոլոր մանրամասնություններով։ Բոլոր մանրամասնություններով։ Այս շատ հզոր աստղադիտակ է։ Տես, ուրեմն այսօր երկրագնդին շատ մոտ գիշերը անցնելու է 31 Ատլաս գիս աստղը, որը անցնում է երկրագնդի մոտով 250 տարին մեկ։ Ես առել եմ որ տեսնեմ։ Տավս կարամ ես էլ նայեմ։ Ուղղակի, աբո, հիմա ոչ մի բան չի երևա։ Չէ, հաստատ կերևա, ես գիտեմ իրա փոխվելու գրաֆիկը։ Լավ։ Աբո, հանկարծ արևին չնայես։ Չեմ տենում։ Ինչ եղավ։ Չեմ տենում։ Աշկած վարվամ։ Ախր ասեցի հանկարծ արևին չնայես, աբո։ Չեմ տենում վարվել աշկած։ Չէ, մի վարկյան, սպասի, մի շնչ, մի վարկյան։ Հա, չէ, մի քիչ ուղղակի ցանցա թաղանտ է վնասվել։ Մի քանի ժամ անցնի, ամեն ինչ կասի, նորմալ է, ոչ բան չկա, աբո։ Մալադեց դավո։ Ես ինչ ձևակ ես ջղայնացրել, որ տավել ես աչքին։ Չէ, հետ ես չեմ խփել աչքի։ Այս աստղադիտարանով նայեցի արևին աշկս վարվեց։ Էդ ո՞նց։ Սենց։ Աբո, Բան չեմ տենում։ աբո կոնտրեցին աստղադիտակը։ Բայց հիմա ոնց եմ գիս աստղին նայելու։ Ես ոնց եմ նայելու վաբշե։ Ես էլ ասում եմ այսօր ամբողջ օրը ինչով եմ զբաղվելու։ Զբաղմունքն իրա ոտով եկավ մտավ մեր կազարմա։ Սովա Անուշն է։ Բանակվում են խառը մի քանի հոգով Շատ արբեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Ռոտար գրպանը մամայի բալան Զիրը հարվում է մամայի համար Ժորիկ, Ես ինչ-որ նոր բան է, արդեն Սվետի ձենն եմ լսում։ Ժորիկ, դու ինձ լսում ես։ Լսում եմ, Սվետ ջան, լսում եմ։ Երևի գժվել եմ, բայց լսում եմ։ Այդ տղաստեղ եմ։ Վայ, Սվետս, Հանգստացի, շատ ուրախացա։ որ ինձ տեսար։ Չէ, որ չեմ գժվել։ Դե համել որ եկել ես, բայց ինչ ես եկել։ Ինձ մարդ հա պետք։ Ես պատրաստ եմ, Սվետ ջան, դու օրն ու ժամը ասա, ես կլինեմ զաքսում։ Այդքան նկատի չունեմ ամուսին, ասում ինձ նոր բնակիչ հա պետք։ Ժորիկ, ասում չբռնեմ են տղերքի սենյակում մի հատ էլ կրավատ դնեմ, վարձով տամ, իզուր տղեր փողը կորում է։ Կոքնես, Ժորիկ ջան։ Կոքնեմ, իհարկե կոքնեմ, Սվետ ջան, վագոններով բնակիչ կբերեմ, վագոններով։ Ապրես, Ժորիկ ջան, ապրես։ Անուշ, ես ստիպված եմ քեզ լիկվիդ թողնել։ Չէ, Լենկեր Ցնցուղյան։ Անուշ, սենց չի կարող շարունակվի։ Դու քո բացակաների քանակը տեսել ես։ Չէ, որ բացակայում եղել ոնց տեսնեմ։ Ես քեզ 2 անգամ եմ տեսել իմ դասին։ Մեկը երբ լեկցիայի կեսից դաբլ չիզբուրգերը ձեռդ մտար, որ ընկերուհուդ կանչես, մյուսն էլ հիմա։ Տեսնում եք Լենկեր Ցնցուղյան։ 2 անգամն էլ հիշվող ա եղել։ Իմ մարզիչն ասում է, կարևորը քանակը չի, այլ մոտեցման որակը։
Անուշ, ես քեզ լիկվիդ պետք է թողնեմ։ Չէ, ընկեր Ցնցողյան։ Իմ տատիկը Դժբախտ դեպք է պատահել, հա։ հա, Ինչ, տատիկը այլևս մեր հասարակության ակտիվ անդամ չի։ ինչ։ Տատիկը դուրս է մնացել կենսաթոշակային հիմնադրամից։ Տատիկը էլ չի օգտվելու պարտադիր ապահովագրությունից։ Չեմ հասկանում, ընկեր Ցնցողյան։ Տատիկը մեռ է, հա։ Չէ։ Բարձրացել էր ծառը խնձոր հավաքելու, բայց ընկավ, որովհետև ավտոն խփել էր։ Ծառի վրա։ Չէ։ 20 տարի առաջ Իջևանում։ Դրա համար էլ չի կարում ծառ բարձրանա։ Անուշ չես ամաչում, այ եթե գայր իմ մոտ ճիշտը պատմեր, ես գուցե քեզ ներեի։ Մրցումների էի։ Արդեն ուշ է։ Կգնաս, կսովորես ու կգաս վերաքննության։ Այս վերջի վերջն է։ Ձենից վրա արի, ձենից վրա արի։ Արի, ուղիղ արի։ Հոպրես։ Արի։ Կանգնի։ Մերսի շատ Գորջան, որ ինձ օգնեցիր հագնվեմ, դու իսկական ընկեր ես, ողբեր ես։ Խնդիր չկա, աբո ախպեր, բայց որ օրվա համար ենք, որ իրար չօգնենք։ Չէ, քո տեղ ուրիշը լիներ, հաստատ կօգտվեր ես իմ խոցելի վիճակից, որ չեմ տենում ու վրաս բոցեր կանեն։ Ավելի աբո ես, ինչ ես ասում։ Սպասի մի րոպե։ Գլխարկդ մոռացա։ Որ չմրսես։ Մերսի շատ Գորջան, ոնց որ մամաս լինես։ Աբո ախպեր դու խնդիր չունես։ Հենց օգնելու բան լինի, ասա ես քեզ կօգնեմ։ Ճիշտն ասած մի հատ բան կա Գորջան, բայց ամանշում եմ ասեմ։ Վայ։ Բա մամայից կամա չէ։ Ճիշտն ասած զուգարն եմ ուզում, որ խնդրեմ կհուշես ոնց գնամ։ Խնդիր չկա։ Մի րոպե սպասի։ Որ Հա, ստեղ եմ։ Այմա ուղիղ արի։ Ահա, ձենից վրա արի, մի քիչ քո ձախը պահա, արի, ուղիղ, չէ, աչը պահա, արի, ահա, արի, ապրես, Չես լսում, որ ասում եմ Ինչ ա եղել Անուշ։ Այս վերջի վերջն է։ Ցնցուղյանը այսօր խոսացել է վրաս։ Անգլերեն դասերին չեմ գնացել, ուզում է լիկվիդ թողի։ Չեմ հասկանում։ Շտանգի բաժնում անգլերեն ինչ ենք անում։ Որ գնաս աշխարհի առաջնության, չեմպիոն դառնաս ու կարողանաս լրագրողների հարցերին պատասխանես։ Ավելի լավ էր լողի բաժին ընդունվեի։ Հաստատ աշխարհի չեմպիոն չէի դառնա։ Ասա տեսնեմ ինչա, ես քեզ կօգնեմ։ Այս բառը չեմ հասկանում։ Անուշ, իսկ սենց Մեկը չեմ հասկանում։ Անուշ, ինչ կա չհասկանալու։ Անգլերեն բառեր են գրված, սա բառարանն է, անգլերեն բառերի դիմաց հայերեն թարգմանությունը։ Մի քանի բառ անգիրարա գնա պատասխանի։ Երեխեք, ուտոպիա եմ բերել։ Իսկ դուք գիտեք, որ ուտոպիան բացի համեղ պաղպաղակից նաև հասարակական վերակառուցման իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք է, որը հիմնված չէ հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքների գիտական ըմբռնման վրա, կարճ ասած, ֆանտազիա, երազանք։ Աննա միջև միտքդ ավարտես, ձերքիդ ուտոպիան կհալվի ու կդառնա ֆանտազիա, երազանք։ Իսկ Անուշն ինչի է գրքով, հոբան չի եղել։ Պետք է մի քանի անգլերեն բառ սովորի ու Ցնցուղյանին պատմի, որ լիկվիդ չմնա։ Բայց մեկը չի ստացվում։ Չեմ կարում հիշեմ։ Ես գիտեմ դա ինչից է Անուշ։ Դու այս միջավայրում չես կարողանում կենտրոնանալ։ Քեզ պետք է այնպիսի մի տեղ, որտեղ կկարողանաս տրամադրվել։ Այ օրինակ, ես շատ լավ եմ ընթերցանությամբ զբաղվում գրադարանում։ Իսկ ես ինտերնետում կոմենտներ եմ կարդում։ Հա, կա տենց տեղ, որտեղ ես սիրում եմ կարդալ։ Համել ոչ մեկ ինչ չի խանգարում։ Հա, բոջան, հասանք։ Մտի։ Մերսի Գորջան։ Ապա դու գժվել ես։ Վայ մամա ջան։
Ինչ եք անում սաղովի զուգարանում։ Մամայի բալա Էլեն, բայց այս լապշաները շատ լավ վաճառում, հարմար է, էլի դասամիջոցին գալիս են, արագի մեջ ստանգում գնում են։ Մտածում եմ, կարանք մենք դեպի ռեստորան գնանք։ Առաջարկում եմ մենյուի մեջ ավելացնենք պաստա։ Ինչ? Պաստա? Ինք գժվել ես, սատամներդ կգնաս ձեր տանը կլվանաս։ Էլեն, պաստան այդ էփած մակարոնն է։ Լսի, ինձ չի հետաքրքրում դու ինչով ես սատամներդ լվանում։ Չէ, ոնց հասկանում եմ, մեզ դեռ շուտ է ռեստորան դառնալը։ Լսի, իսկ կարաս գոնե մի հատ ձևերը մի հատ ռիլ նկարես, հաճախորդները ավելանան։ Այ որ նորմալ բան ես ասում, կարամ բան ասեմ։ Չհասկացա։ Այս համալսարանը դե պոլիկլինիկա։ Ինչի հա դասի ժամին միշտ էսեղ հերթ լինում։ Լավ էլի ժորիկ ձյա, ինչի քշեցիր հաճախորդներին։ Հիմա այս լապշայի փողը ով է տալու։ Պատվիրողը, հեսա դասամիջոցին կգաք բաժանի։ Լսիր էլի, քանի տարի է քեզ ճանաչում եմ, բայց ոչ մի անգամ չես պատմել, թե որտեղ ես ապրում։ Քանակել գես։ Գայց ասում եք համալսարան։ Հա։ Կուզես ավելի մոտ տեղ ապրես։ Սվետայի տանը, ազատ տեղ կա։ Կարամ բարի խոսեմ տեղավորվես, հա։ Լավ էլի ժորիկ ձյա, պետք չի։ Ես լսել եմ, որ Սվետայի տանը ամեն բնակչին հասնում է օրական 50 սանտիմետր զուգարանի թուղթ։ Հասարան դու տեղյակ ես, հա։ Ընտեղեկին էլ իզուրել քշեցի, հա։ Սիրելի հետևորդներ, հոգնել եք դրսի պերաշկիներից եւ անհասկանալի բուտերբրոդներից, համեցեք մեր սրճարան։ Այստեղ դուք կգտնեք ներսի պերաշկիներ եւ հասկանալի բուտերբրոդներ։ Եվ դե իհարկե ինձ։ Ես ինչ եմ։ Գովազդ է նկարում, որ հաճախորդները ավելանան։ Էվրիկա։ Չէ, Էլեն։ Դե անուշ արագացրու։ 2 ժամը մտել ես այդտեղ ու դուրս չես գալիս։ Մոռացել ես, որ այստան էլի բնակիչներ կան։ Ինձ թվում է այս տան ճարտարապետը համալսարանում լոգասենյակի նախագծման լեկցիաներին քնել է եւ դասին չի մասնակցել։ Բաղեր ոնց կարելի է այսքան ահռելի տան մեջ 2 լոգասենյակ չնախատեսել։ Անուշ, 90-ականները չի որ զուգարանը սեփականաշնորել ես։ Ում համար զուգարան, ում համար գրադարան։ Այսինքն Դու ասացիր, որ պետք է նենց տեղ գտնեմ, որտեղ սիրում եմ կարդալ։ Ես էլ մենակ զուգարանում եմ կարդում։ Քո արածը քեզ դուր եկավ։ Էս ինչ մշակութային հեղափոխության ես ենթարկել Անուշին։ Էս տեմպերով որ գնա սպորտը թարգելու է ու գրականության օլիմպիադային մասնակցի։ Մի խանգարեք, ես պիտի պարապեմ, որ զաչոտը ստանամ։ Անուշ քո պահվածքը խախտում է համակեցության բոլոր կանոնները։ Խնդրում եմ ստապվիր եւ այլևս մի առարկիր։ Ներես Աննա ջան, ես դեռ այդ քո ասած բառերը չեմ սովորել։ Ես ոնց սենց եղավ։ Բա երբ աչքերս դզվելու։ Ես չեմ հասկանում, մամա, ես ոնց եմ նայելու։ Բա Մեգի ոնց եմ նայելու լողանալուց։ Այսինքն լողանալուց։ Չէ, լողանալուց չէ, դողալուց։ Ինքը որ ձմեռը մրսած մտնում էր տուն, նստում էր տաքացուցիչի կողքը, ես էլ սենյակիցս դուրս եի գալի, որ իրան նայեմ։ Հն Գորջան, նայեցին ինտերնետում ես աշկերես ոնց հետ բերենք։ Նայում եմ, աբո, նայում եմ։ Հն, լավ բան չկա։ Կա ոնց չկա։ Մոբայլ սենտրի կայքում լիքը լավ բան կա։ Դե լավ էլի Գոր, չես նայում ոչ մի բան։ Նայում եմ, աբո, փնտրում եմ, բիա։ Դավ։ Սարքվեց աստղադիտակդ։ Չէ։ Վերանորոգման համար այնքան շատ փող ուզեցին, որ ավելի լավ է նորը առնեմ։ Ու սա այս էքս-բուլկի պատճառով եղավ։ Լավ չես, քո այդ աստղադիտակի պատճառով էլ ես հիմա չեմ տենում։
Թե գիտես այս վիճակում չեմ կարա հելեմ ու քո պատասխանը տամ։ Արի ստե արա։ Արի, հենց հիմա սկսակը։ Ուր ես։ Աբո հանգստացի։ Դավ, իսկ եթե պապայից գումար խնդրես, նոր աստղադիտակի համար։ Չէ, ես որոշել եմ, որ պապայից գումար չեմ վերցնելու։ Ես ինքս պիտի վաստակեմ։ Գորջանին չես իր այդ լեզու թրջում, հեսա նայ ոնց եմ սրա շտատիվը աստղադիտակից փոկում։ Արի ստե, լարա։ Ուր ստե։ Ուր ես։ Գժվել ես, 5 ժամը մտել ես այդտեղ դուրս չես գալիս։ Հիմա այն որոշել ես դուշի տակ գիրք կարդաս։ Վերջ Անուշ, չեմ դիմանում, արդեն մտնում եմ ներս։ Մեկի ջան, մեկ։ Լավ չես աբո, ես գիտեմ Անուշն է ներսում։ Մեկի ջան, դե եկել ես մի հատ մեջքը սկսի էլի։ Անուշ, դու ինչի լոգասենյակում չես։ Գնացել էի գրադարան նոր գրքեր բերելու։ Այսօր։ Իժան։ Բա, Անուշան, բաց։ Անուշ, մամա։ Զանգել։ Թե չզանգել։ Զանգել։ Թե չզանգել։ Զանգել։ Աստորեն զանգել։ Ալո։ Հատղես։ Պապ ջան, բարև։ Բարև Դավիթ։ Շտապա, ուղղակի հիմա ժողովի եմ, փորձում ենք հասկանալ ոնց փորենք շեմքի հիմքը, որ վարորդները չշփոթեն քաղաքի մյուս փոսերի հետ։ Պապ ջան, մի հարցով եմ զանգել։ Ուզում եի քեզնից փող խնդրել, որ աստղադիտակ առնեմ, բայց ապառիկով։ Այսինքն։ Դե ոնց որ դու ինձ փողը տաս, հետո ես իմ թոշակից մաս հետ կտամ, էլի։ Դες, քո թոշակը այնքան փոքր է, որ սա ապառիկ չի, այլ հիպոթեկա։ Հա։ Բայց խնդիր չկա։ Հիմա կփոխանցեմ։ Մերսի, պապ ջան։ Տեսնես ես ուսանողները ինչին ամբողջ օրը այս ռոլտոնը ուտում։ Սա փորձեմ։ Պաստորն ես ուսանողները կյանքից բան են հասկանում, որ ընտրում են արագ ու համով սնունդ։ Լավա մարդ չկար լսեր իրանց ոնց եմ գովում։ Տեսնես աշխարհում կա լապշայի տոն։ Եթե լներ լապշայի տոն, անունը կլներ ռոլտոն։ Էժան վարձով սենյակ ես ուզում, բերել եմ, արի ցույց տամ։ Համալսարանի անմիջական հարևանությամբ վարձով է տրվում Սվետլանագրադ ռեզիդենտ բնակելի համալիրի վերջին սենյակը։ Տաք և սառը ջուր, մեկ տակ, բայց սովորաբար սառը տանտիրուի, ընդարձակ և լուսավոր հյուրասենյակային open space տարածք։ Երկրորդ հարկը loft ոճի մեջ։ Էկո-ֆրենդլի միջավայր և կոզի վայր։ Համարը նկարագրությունում։ Էլեն, ոնց էր։ Ապրես Ժորիկ դյա, շատ թրենդային վիդեո էր։ Ժորիկ, ես ինչ է կատարվում։ Քո համար գովազդային վիդեո եմ նկարեմ, որ նոր բնակիչ գտնենք։ Այդ ղա այսքան անգլերեն բառ որտեղից գիտես դու։ Ես եմ սովորացրել։ Վեր Ժորիկ դյա, այս վիդեոն ուղարկում եմ հեռախոսից, դե դու արդեն կպոստես, չէ ինքդ։ Հա։ Ահա, տես տրա։ Սվետ ջան, պոստելը ինչ է։ Չիմանամ, Ժորիկ, ես այն սպիների ժամանակներից այս ջահելների լեզուն չեմ հասկանում։ Բա հիմա այս վիդեոն ինչ անեմ։ Ինչ իմանամ։ Հա, լավ, հասկացա։ Կգնամ համալսարան, բոլորին մեկ ցույց կտամ։ Ճիշտ էլ կանես, Ժորիկ ջան։
Արա, այս մարդը իմ համար այսքան վիզա տենում։ Մեկ-մեկ մտածում եմ չբռնեմ, պսակվեմ հետը։ Չէ, որ պսակվեմ էլ հաստատ վիզ չի դնի։ Ունիտար պետությունը միասնական ամբողջական կազմավորում է, բաղկացած վարչատարածքային միավորներից։ Ունիտար պետությունը միասնական ամբողջական լավ էլի։ SVD-ի տակտիկա-տեխնիկական առանձնահատկությունները ավելի հեշտ էի սովորում։ Կոր, ուր ես։ Մի բան ասա տամ գլուխը ջարդեմ, որ չկար ասել ես բան ասես, Սարա։ Աբու ինչ ա եղել։ Հանգստացի։ Ինչ հանգստանամ։ Այդքան խժում ես վրես, անկապ շորեր ես հագցնում, աղջիկների մոտից խայտարակ ես տանում, գիտես մարսելու ես, Սարա։ Աբո թողնել։ Արի նստենք հանգիստ խոսանք։ Բոլոր խնդիրները կհարթենք։ Այ կտեսնես։ Էլի խժում ես վրես, ոնց պիտի տեսնեմ։ Էդի չէր։ Ապրիկով աստղադիտակս։ Ապո։ Գորին տեսել ես։ Ուրա։ Կարելի է։ Անուշ շատ զբաղված եմ, միջանկյալներն եմ ստուգում, ռեկտորն էլ գնացել է Եգիպտոս գիտահետազոտական աշխատանքների all-inclusive 5 աստղանի հյուրանոցում, մի խոսքով սաղ գործը իմ վրա է։ Ուղղակի պարապել եմ ընկեր Ցնցուխյան։ Ուզում եմ զաչոտս հանձնել։ Որտեղ ես պարապել, ջիմում։ Ջիմ հայերեն նշանակում է մարզասրահ։ Իսկականից պարապել ես։ Հələ անցի նստի, այս պահը բաց թողնել չի կարելի։ Նույնիսկ եթե ոչ մի բան չպատասխանես, հետո դասախոսներին լիքը ծիծաղալու պատմելու բան կունենամ։ So, Anush, գնացինք? Tell me about your day. What do you usually do in the mornings? Hi, my name is Anush. Լավ, պարզ եմ։ Կգնաս կգաս։ Լավ էլի ընկեր Ցնցուխյան։ Լուրջ եմ ասում պարապել եմ։ Ամբողջը անգիտ գիտեմ։ Ուղղակի ինձ համար հարմար տեղում չենք։ Հարմար տեղը ո՞րն է։ And in the evening I come home exhausted but deeply satisfied with my progress in training because I'm confident that one day I will be an Olympic champion. Ապրես, Anush։ Well done։ Շատ տարօրինակ է, բայց դացար։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ամեն դեպքում լվացվի։ Հադե լավ դավոմի նեղվի։ Ճիշտ է, մի քիչ արդար չի ստացվում։ Գիսաստղդ 250 տարի մեկ է անցնում։ Բայց ապառիկդ պիտի ամեն ամիս փակվես։ Բայց դե հիմա այդ է։ Ախր ես փողի համար չեմ նեղվում։ Ես նեղվում եմ նրա համար, որ հեսա 10 րոպեից այդ գիսաստղը կանցնի, իսկ ես այդ պահը չեմ տեսնի։ Քո գիսաստղի պատճառով ես էլ մեկից չեմ տեսնի։ Այլբերտ, բայց ես կարծում եմ, որ քո տեսողությունը վաղուց պիտի վերականգնված լիներ։ Չէ, ոչ մի բան չեմ տեսնում, Աննա ջան։ Աննա դու ես, չէ՞։ Հովոքի քեզ աբո։ Այ մեկս դու ես տեղ։ Ես էլ ասում եմ, ինչ Անուշ հոտ է գալի։ Երեխեք։ Դավո, մենք մտածեցինք ու հասկացանք, որ դու 250 տարի չես կարա սպասես։ Թե չէ կդառնայր հնագիտական գտածո։ Ու մենք ընկերներով որոշեցինք գումար հավաքենք, քեզ նվեր առնենք։ Դավիթ։ Մենակ աբոյց հեռու կպայես։ Ես նոր աստղադիտական։ Երեխեք ապրեք, դուք վերջն եք։ Անչափ շնորհակալ եմ ձեզնից։ Դե գնա, քանի գիսաստղը չի անցել։ Իսկ կգաս միասին գնանք նայենք։ Իհարկե։ Այս գիտունիկները իրար լավ էլ սազում են, չէ՞։ Դավիթը ստեղ չի։ Ոչ, պարոն Զոհրաբյան, բարձրացավ վերև։ Դա շատ լավ է։ Տվեցիք աստղադիտակը։ Ճիշտ է այդպես։ Դա էլ է լավ։ Իսկ գլխի չընկավ, որ ես եմ գումարը տվել։ Ոչ մի կեր։
Դա էլ է շատ լավ։ Դե։ Ճիշտ ասած ես դեմ չեմ, որ Դավիթը ինքնուրույն ապրի, բայց ուզում եմ, որ ոչ մի բանի պակաս չունենա։ Պարոն Զորաբյան, մի բան հարցնեմ էլի, իսկ Դավիթը ձեր միակ տղան է, թե էլի տարբերակներ կան։ Մեկի։ Հա ինչ։ Բայց դուք ինձ այդպես էլ չասեցիք, թե ով է երկու անգամ կոտրել աստղադիտակը։ Միամիտ է եղել, պարոն Զոհրաբյան։ Մենք չենք ուզում մեր ընկերոջը վատ դրության մեջ տնենք։ Ով կա ստեղ։ Ինչ ես անում ստեղ այդ վնասված ջիլ։ Վայ, երեխեք ջան, ես ձեր սենյակ եմ եկել, ես էլ գիտեմ իմ սենյակում եմ։ Հեսա որ գանտելը տամ գլխիդ պոլը կծակես կհայտնվես քո սենյակում։ Փաստորեն դու լավ էլ տեսնում ես, հա? Բա որ ասում էի վաղուց պետքա վերականգնված լիներ տեսողությունը։ Գիտությունը միշտ ճշգրիտ է։